Վանաձորի քաղաքապետարանը տարիներ շարունակ ելքեր է որոնում բազմաբնականների տանիքների խնդիրները լուծելու համար։ Դրանց ծածկերը մաշվել են ու դարձել անպետք, որոշ խնդիրներ համայնքը սեփական միջոցներով է փորձում լուծել, որոշ դեպքերում փնտրում եւ գտնում է աջակիցներ։ Համայնքն ըստ առաջնահերթության է իրականացնում բազմաբնականների տանիքների վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքները։ Սեփականատերը եւ նրա կողմից ստեղծված կառավարող մարմինը ըստ բազմաբնական շենքերի կառավարման մասին օրենքի ընդհանուր սեփականության պահպանման, ճիշտ օգտագործման, խնդիրների դեպքում նաեւ դրանց լուծման պարտավորություններ ունեն։ Սա ըստ օրենքի, սակայն հաշվի առնելով բնակիչների սոցիալական վիճակը, Վանաձորի քաղաքապետարանն ու կառավարությունը օգնության ձեռք են մեկնել։ Շենքերի տանիքները նորոգվում են սեփականատիրոջ նույնիսկ 10% ներդրման դեպքում, 90%-ը համայնքի ու կառավարության ներդրումն է։ Վերջին տանիքը, որ հիմնանորոգվել է, Չուխաջյան 5 շենքինն է։ Վանաձորի քաղաքապետարանը Habitat for Humanity Armenia եւ Ինեկոբանկի Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ իրականացրեց Չուխաջյան 5 շենքի տանիքի հիմնանորոգումը։ Գումարի 40%-ը գրանտի տեսքով տրամադրել է Վանաձորի քաղաքապետարանը, մնացածը Habitat-ի եւ Ինեկոբանկի աջակցությամբ ներդրել է բնակիչը։ Իդեպ, տեղում բազմաբնականի եւս մեկ խնդիրը լուծվեց։ Սամվել Դարփինյանը խոստացավ, որ 50% համաներդրման դեպքում Չուխաջյան 5-ի նաեւ վերելակը կվերանորոգվի։ Արդյունքներից ոգևորված մի քանի բնականի բնակիչներ եւս դիմել են քաղաքապետարան, նույն պայմաններով իրենց շենքի տանիքը նորոգելու խնդրանքով։ Ընդհանուր առմամբ 2012-ին 13 տանիք է վերանորոգվել կամ հիմնանորոգվել, մինչև տարեվերջ թիվը կկրկնապատկվի։ Հիմա ոչ մի կաթոց չկա, ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն բոլորից։ Ես ուզում եմ մեր հարևանների եւ իմ կողմից շնորհակալություն հայտնեմ քաղաքապետարանից, որ աջակցեց մեր շենքին։ Վանաձորի քաղաքապետարանը մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաև վերելակների եւ շքամուտքերի վերանորոգման համար։ 42 վերելակ է վերանորոգվել 11-ը կառավարության, 31-ը համայնքի միջոցներով։ Այստեղ պարտադիր պայման է սեփականատիրոջ գոնե 50% ներդրումը։ Սա նպաստում է, որ ընդհանուր օգտագործման տարածքները երկար կյանք ունենան։ Երբ սեփականատերը ներդրում է ունենում, դառնում է ավելի սրտացավ։ Այս տարի 3 բազմաբնականներում նորոգվել են վերելակները։ Նախատեսված է եւս մեկի նորոգումը։ 77 բազմաբնականներում շքամուտքերն են նորացվել։ Արդեն 3 տարի է Վանաձորում գործում է բազմաբնական շենքեր եւ բակեր հիմնադրամը, որը նույնպես իրականացնում է ընդհանուր օգտագործման տարածքների եւ գույքի նորոգման աշխատանքներ աջակցում համատիրություններին։ Հիմնադրամի կողմից քաղաքի տարբեր թաղամասերի շենքերում տեղադրվել է 2200 սենսորային լուսարձակ։ Խնայողական համակարգի ամսական ծախսը կազմում է ընդամենը 60 դրամ։ Սա բնակչի համար ոչինչ է գիշերային ժամերին հարմարավետության դիմաց։